Այն թեման, որից ուզում եմ այսօր խոսել, այսպես եմ վերնագրել, ով ես դու, ով ես դու։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, որ ես մի հատ մուլտիկ է, որ սենց սամի, մենք տենց ենք մտածում, եւ մեզ հետաքրքիր չի։ Իմանալ ավելին, բայց գիտեք, մի բան կարող եմ ասել, որ երբ որ դու հանդիպում ունենաս Աստծո հետ, կհասկանաս ով Աստված եւ ով ես դու։ Եվ այնտեղը, որտեղ որ ուզում եմ կարդալ եւ ոնց որ խոսքը սկսել այդտեղից, դա Գործք առաքելոց 9-րդ գլուխն է։ Ասում է Սողոսը տակավին Տիրոջ աշակերտների դեմ սպառնալիք եւ մահ փչելով քահանապետի մոտ գնաց եւ նրանից թղթեր ուզեց Դամասկոս ժողովաները տանելու, որպեսզի եթե այն ճանապարհին հետևորդները գտնելու լինի, այրեր կամ կանայք, կապված Երուսաղեմ բերի։ Երբ գնում էր ու Դամասկոսին մոտեցավ, հանկարծ իր բոլորտիկը երկնքից լույս փայլատակեց։ Եվ ինքը գետին ընկնալով մի ձայն լսեց, որ ասում էր. Սավուխ, Սավուխ, ինչու ես ինձ հալածում։ Եվ նա ասեց. ով ես դու Տեր։ Եվ Տեր ասեց. ես եմ Հիսուսը, որ դու հալածում ես։ Դժվար բան է քեզ խթանի դեմ կից զարնելը։ Նա էլ դողալով ապշությամբ ասեց. Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Տեր ասեց նրան. ելիր ու քաղաքը մտիր եւ քեզ պիտի ասվի ինչ որ պարտես անելու։ Այն մարդիկը, որոնք իրեն հետ գնում էին, ապշած նայում էին, ձայնը միայն լսում էին, բայց մեկին չէին տեսնում։ Սողոսը գետնից ելավ եւ բաց աչքերով մեկը չէր տեսնում, ուստ նրա ձեռքից բռնեցին եւ Դամասկոս մտցրեցին։ 3 օր մնաց առանց տեսնելու, ոչ գերավ, ոչ էլ խմեց։ Գիտեք, մի հետաքրքիր բան։ Մի մարդ, ով որ մտածում էր, որ ինքը Աստծո համար մի բան է անում։ Մարդը մտածում էր, որ ինքը Աստծո համար մի բան է անում։ Հիսուսի անունը կանչողներին ծեծում է, սպանում է, բանտ է դնում, ու ինքը մտածում էր, որ ինքը Աստծո համար է այդ ամենը անում։ Գիտեք, այնքան նման է այս օրերին։ Երբեմն դու ինչ-որ բան անում ես, դու մտածում ես, որ դու Աստծո համար ես անում։ Գիտեք, այնքան եմ լսել, որ ինձ ասում են. ես աղոթում եմ, ես կարդում եմ, ես եկեղեցի եմ գնում։ Գիտեք, մի բան ասեմ, երբ որ դու կարդում ես, քո համար ես կարդում, երբ որ դու աղոթում ես, քո համար ես աղոթում, երբ որ դու գնում ես եկեղեցական հավաքույթին, դա դարձյալ քեզ համար է, դա Տիրոջ համար չի։ Սողոսը գիտեր այդ ամենը, եւ ինքը մտածում էր, եթե գնամ, Հիսուսին հետևողներին բռնեմ, սպանեմ, դա ես Աստծո համար մի բան անում եմ։ Եվ գիտեք, հանկարծ ինքը հանդիպում է Հիսուսին եւ ասում է. ով ես դու Տեր։ Գիտեք, այնքան կարևոր է այս հարցը։ Ով ես դու։ Ով ես դու Տեր։ Գիտեք, երբ որ Պողոսը, հետո որ դարձավ Պողոս, միջև Հիսուսին ճանաչելը, ինքը անում էր բոլորովին ուրիշ բան։ Բայց հենց Հիսուսին ճանաչեց, ինքը սկսեց բոլորովին ուրիշ բան անել։ Սիրելի եկեղեցի, կամ էլ մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, եւ որ դուք սկսեք ճանաչել Աստծուն, դուք բոլորովին ուրիշ մարդ կդառնաք։ Դուք սկսեք ուրիշ բան անել։ Մեղքը ձեր համար հետաքրքիր չի լինի։ Գայթակղությունը ձեր համար հետաքրքիր չի լինի։ Գիտեք, ոչ մեկը չեք վերցնելու հուսահատության, վիրավորվելու, նեղանալու, խռովելու ճանապարհը, որտեղ դուք ճանաչելով Աստծուն, երբեք այդ բանը չեք անի։ Բայց քանի դեռ դուք չեք ճանաչում Աստծուն, բայց դուք մտածում եք, որ դուք Աստծո համար ինչ-որ բան եք անում, ամեն փոքր բանի ժամանակ դուք ճիշտ հակառակն եք անելու։ Եվ գիտեք, քանի դեռ Սողոսը չգիտեր ով է Հիսուսը, ինքը մտածում էր, որ ինքը շատ ճիշտ է անում։ Բայց հենց ինքը հանդիպեց Հիսուսին, ինքը հասկացավ, որ այն ամենը, ինչ որ ինքը արել էր, դա բոլորովին Հիսուսի կամքը չէր։ Գիտեք, ճանաչողությունը փոխեց Սողոսին, դարձրեց Պողոս։ Ուզում եմ, երբ որ կգնաս տուն, կանգնի հայելու առաջ
ու ազնիվ եղիր քեզ հետ ու նայի քո աշկերի մեջ ու ասա արդյոք դու ճանաչում ես Սուրբ Հոգուն, արդյոք ճանաչում ես դու իրական Տիրոջը եւ արդյոք քո ճանաչողությունը քո կյանքը փոխել է։ Գիտեք մեկ անգամ մի այդպիսի վայրում էինք, որտեղ մկրտություն է լինում, մկրտություն է լինում, եւ մի անձնավորության համար ասեցին 4 մեղավոր մտավ ջուրը, թաց մեղավոր դուրս եկավ, իր կյանքում ոչինչ չի փոխվել։ Գիտես դու կարող ես նայել հայլու մեջ քո աշկերին ու ազնիվ լինել քեզ հետ։ Արդյոք քո կյանքը փոխվել է։ Արդյոք դու հանդիպել ես Հիսուսին։ Արդյոք Սուրբ Հոգու ձայնը դու լսում ես։ Արդյոք դու ճանաչում ես Սուրբ Հոգուն։ Արդյոք դու իր այդ ժամանակ անցկացնում ես։ Գիտեք, այնքան կարևոր է, որ ես ու դու այսօր հասկանանք, ինչքանով եմ ես ճանաչում Աստծուն։ Ով ես դու, Տեր։ Գիտեք, երբ որ դու այս հարցը տալիս ես, գիտեք, ովքեր ապրում են բարձրակ շենքերում, հիմա բոլոր շենքերի մուտքերը արդեն կոդավորված համակարգ է, բայց ինչ որ ժամանակ առաջ այդ կոդավորված համակարգերը չկար։ Եվ գալիս էին եւ ձեր դուրը տուկ-տուկ էին տալիս։ Դու ներսից հարցնում էիր. ով ես, ով է խփում դուրը։ Ասում էր ես գնացել եմ դաշտերը, ծաղիկ եմ կերել, կատն եմ բերել քեզ համար, դռնակը բարձ ներս գամ ես, անուշ կատնամ քեզ։ Իսկ մայրիկը ասում էր այդ ձայնը լսելուց դռնակը չբացես, որովհետև այդ ձայնի մեջ մամայի քաղցրությունը չկար։ Գիտեք ինչ ասում, իմ գառները լսում են իմ ձայնը եւ ճանաչում են ինձ։ Իմ գառները լսում են իմ ձայնը եւ ճանաչում են ինձ։ Գայլի ձայնը ինչքան էլ որ ուզում է մեղմի, չի կարող իր մամայի ձայնը լինի։ Գիտեք, այնքան կարևոր է սա, որ մենք հասկանանք։ Եթե մենք ճանաչում ենք Հիսուսին, մենք իր ձայնը կլսենք։ Մենք ճանաչենք իրեն, գիտեք, Սողոսը չէր ճանաչում Հիսուսին։ Ու ինքը մտածում էր, ինչ որ ինքը անում է, շատ ճիշտ անում։ Այդ հավատացյալները, այդ Հիսուսին աղանդավորները, գնամ, մորթեմ, ջարդեմ, փրտեմ, լսեմ կաստրուլ կան։ Գիտեք, ու հանկարծ հանդիպեց Հիսուսին։ Գիտեք, երբ որ Տերը գալիս է, քո ոտքերը ի վիճակի չեն իր ներկայությանը կանգնելու։ Ասեց, ով ես դու, որ այսպիսի բան ես անում։ Ես Գամաղիելի մոտ մեծացել եմ, ես սովորել եմ բոլոր գրքերը, ես շատ բան գիտեմ, բայց այսպիսի բան ես չեմ տեսել, ով ես դու, որ այսպիսի զորությամբ կարող ես գալ, եւ ես իմ ձու վրայից վայր ընկնեմ, ով ես դու, ասեց ես Հիսուսն եմ։ Գիտես այնքան կարևոր է, որ դու իմանաս, ով է Տերը քո համար։ Գիտեք, հաջորդ բան ասեց, ինչ ես ուզում որ անեմ։ Գիտեք, ես շեշտը չեմ դնելու ինչ ես ուզում որ անեմ ի վրա։ Ես մի բան հստակ գիտեմ ու հասկանում եմ, այն մարդիկ, ովքեր որ ճանաչում են Հիսուսին, իրենք չեն կարող պարապ մնալ։ Իրենք չեն կարող ուղղակի անիմաստ ժամանակ անցկացնել համակարգչի, հեռախոսի, հեռուստացույցի առաջ։ Ովքեր որ ճանաչում են Հիսուսին, իրենք գիտեն ինչ անեն։ Իրենց ասվում է ինչ անեն։ Եվ որ դու չգիտես, չես ճանաչում Հիսուսին, ուղղակի դե մեռնեմ Աստծո զորությանը, գնացի այսօր եկեղեցի, այն հովիվն էլ նենց է երգում, քիջանես փշակ քաղմա, ոնց որ մրջուները վերով էս աստեն դառնան։ Բեն աղջիկը ինչ լավ է երգում, մի հատ տղա ունենա փսակ այդ տղա աղջիկա հետ։ Նայում ես մեզ բոլորը նայում են Ջուլին։ Բայց իր հետ էլի մարդիկ կային երգում։ Բայց գիտես դու Հիսուսին չհանդիպեցիր։ Դու չճաշակեցիր Սուրբ Հոգուն։ Բայց դու ունեիր հնարավորություն ուղղակի ասելու Սուրբ Հոգի, ես ուզում եմ, որ ինձ գրկես։ Ուզում եմ, որ իմ ներսը բժշկես։ Ով ես դու, Պողոսը հարցրեց։ Գիտեք, Հովհաննես 8:32-ում մի շատ կարևոր բան կա գրված։ Ասում է կճանաչեք ճշմարտությունը
Եվ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Իսկ գիտեք ինչ ասեց Հիսուս, ասեց ես եմ ճշմարտությունը։ Եվ որ դու ճանաչես Հիսուսին, Հիսուսը քեզ ազատ կանի։ Քո բոլոր խնդիրներից, քո բոլոր գայթակղություններից, քո բոլոր մեղքերից, քո բոլոր իրավիճակներից, որ դու մտածում ես անհնար է։ Ինձ ասում եմ համար հնարավոր է։ Դու մտածում ես ես ճանաչում եմ Սուրբ Հոգուն, ես գիտեմ Հիսուսին։ Գիտեք Պողոս ասեց ինչ ես ուզում որ անեմ, ասած գնա քեզ կասվի։ Ու Պողոսը սկսեց անել այն, ինչ որ ասում էր Աստված իրեն։ Բայց մարդը ասում է ես սենց եմ անում։ Ես սենց եմ, հետո մարդիկ սկսում են խոսել ես սենց եմ անում, ես փորձում եմ լռել, որտեղ հասկանում եմ որ Տերը տեղ չի։ Որտեղ ամեն ինչի մեջ ես։ Ավետարան ասում ամեն բան նրանով, նրանից ու նրա համար։ Մարդը ասում ամեն բան ինձանից, ինձանով ու դեպի ինձ։ Ու որ ինքը փառքը չի վայելում, այս եկեղեցին լավը չէ, ես գնում եմ մի ուրիշ եկեղեցի գտնեմ, որտեղ որ ինձ կփառավորեն։ Գիտեք մի բան ասեմ, որ օրը ձեր եկեղեցու հովիվը սկսեց այնպիսի դիրք բռնել, որ դուք իրան փառավորեք, փախեք այդ եկեղեցուց, որտեղ էլ Տերը տեղ չի։ Կապ չունի, որ հիմա ես եմ ծառայում ձեզ, կապ չունի, որ հիմա ես եմ հովիվը, փախեք։ Գիտեք ինչի, որտեղ էլ Տերը տեղ չի, որտեղ ինքը ուզում է փառավորվի։ Փարիսում չեք տալիս։ Գիտեք, այդ հովիվը արդեն շեղվել է, վերջ։ Ինքը փառքը չի բարձրացնում Տիրոջը։ Ինքը ուզում է ինքը փառավորվի։ Ինքը երգում է ամեն բան ինձանից, ինձանով եւ դեպի ինձ։ Գիտեք, վայ այդ հովին։ Պողոս այդպես էր մտածում։ Ես գնամ, դարձեմ, բրդեմ։ Բայց հանդիպելով Հիսուսին ասեց ինչ ես ուզում որ անեմ։ Ասեց մտի Դամասկոս քեզ կասվի ինչ անես։ Ու գիտեք հանդիպեց Աննային ու ասեց Անանիային։ Ասեց Անանիա, դեռ Պողոսը չգիտի իր գլխին ինչ ա գալու։ Չգիտի ինչ նեղություններ ու դժվարություններով է ինքը հասնելու իմ համար։ Բա գիտեր հեշտ է, մի քիչ իմ բառերով եմ ասում, այդպես չի գրված։ Բա գիտեր հեշտ է իմ երեխեքին սպանել։ Բա գիտեր հեշտ է իմ Ստեփանոսին է որ քարկոծում էին շորերել ոտը դրած, նայում ասում են քեզ քիչ է։ Ատել գլխի դային։ Գիտեք իրականությունը սա է։ Որ դուք ճանաչեք ճշմարտությունը կարող է ձեզ ազատ արձակել։ Քանիստ եք կարդացել Ելիս գիրքը։ Քանիստ եք կարդացել Ելից գիրքը։ Մի քանիսը ցավալի է։ Ցավում եմ որ դուք չեք կարդում Աստվածաշունչ։ Ելիս գրքում մի շատ ակիր պատմություն կա։ Փորձեք կարդալ Հինուխտը։ Ինքան հետաքրքիր բաներ կա, որ նորի հետ համեմատական է գալիս։ Գիտեք ժողովուրդը գալիս մի տեղահասնում, եւ մարդիկ ուզում են Աստծո հետ հանդիպել։ Մարդիկ ուզում են Աստծո հետ հանդիպել։ Տեր ասում ես մեծ սիրով կգամ։ Մեծ սիրով կգամ։ Իմ ժողովուրդն են ուզում են իմ հետ հանդիպեն։ Ես մի քիչ իմ բառերով եմ պատմում, դու կարդացեք գիրքը կտեսնեք։ Եվ Տերը եկավ։ Ժողովուրդը սկսեցին վախենալ։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Հիմա բոլորը լսում եք, չէ՞ ինձ։ Բայց գիտեք ձեզանից կարող է մեկը կամ երկուսը կամ երեքը, չգիտեմ, զուտ օրինակ եմ ասում։ Լսում է, մնացածը չեն լսում։ Մնացածը ուղղակի մա ձեն են լսում։ Գիտեք մեկը կար այդ ամբողջի մեջ, որ ինքը լսում էր Աստծուն, իսկ մնացածը լսում էին ամպրոպի ձայն։ Այդ նույն ձայնը բոլորը լսում էին, գիտեք, բայց մեկը կար, որ ինքը ճանաչում էր Աստծուն, ճանաչում էր իր ձայնը, ինքը լսում էր Աստված, ինչա խոսում, ժողովուրդը վախեցած ասում են, կլի դու գնաս խոսած, որտեղ մենք ամպրոպի ձայն ենք լսում։ Գիտեք շատ անգամ այն մարդիկ ովքեր չեն ճանաչում Սուրբ Հոգուն, ու այն մարդիկ որ Սուրբ Հոգու մասին խոսում են, ամպրոպի ձայն է իրանց համար։ Այս ինչ նոր բաներ են խոսում։ Բա իմ մոմը, բա իմ խաչը,
Բեմ շուշպեկը չգնամ այդ ամենը ասես պատճելը մի հատ գնամ, հատ էլ հետ գամ, չոք սարը բարձրանամ, ոտո սարի ճիշտումա, ամենա մեղավոր ու այլանդակ բաներն անում։ Գիտեք, եւ որ դու խոսում ես Սուրբ Հոգու մասին, մարդիկ չեն կարող հասկանալ։ Չեն կարող հասկանալ, որ դու խոսում ես Քրիստոսի խաչի մասին, չեն կարող հասկանալ, խոսում ես Քրիստոսի հարության մասին։ Ինչ հարություն, ինչ բան։ Այ մարդ հավատում ենք լավ է, էլի։ Գիտեք ամենասարսափելին որն է իմ համար։ Եվ որ ես մարդկանց հետ խոսել եմ Հիսուսից, մարդիկ գիտեք ինձ ինչ են ասել։ Ասել են մենք որ քրիստոնյայինք Հիսուս նոր էր։ Ուզում ես ասել ընկեր։ Դու ընդհանրապես գոնե տեղակ ես ում անունով ես քրիստոնյա կոչված։ Գիտեք մարդիկ չեն ճանաչում, բայց գիտեն իրեն քրիստոնյա են։ Գիտեք եւ որ դուք ճանաչեք Աստծուն, ամեն բան ձեր կյանքում փոխվելու է։ Գիտեք երբ որ մենք ճանաչենք Աստծուն, ճանաչենք ճշմարտությունը, առաջի բանը որ սկսելու է կատարվել, ինքներս մեզանից ինքնասիրահարված վիճակից դուրս կգանք։ Էլ սիրահարված չենք լինի մեր վրա, ուզենանք բոլորի վրա ազդեցություն թողել, որ տեսեք ես ինչ լավն եմ։ Ցավ չեք տալիս, տեսեք ինչ լավն եմ։ Գիտեք, այդ սիրահարված վիճակից դուրս կգաս։ Հենց ուրան ծափ տան դու հետ կքաշվես, կասես Տեր ես ամենը քոնն է, որովհետև ամեն բան քեզանից էր։ Հետո դու չլեր ես ամենը չէ կարա լինել։ Գիտեք, այնքան կարևոր է ճանաչել ճշմարտությունը, ճանաչել Հիսուսին։ Երկրորդ բանը գիտեք, երբ որ դու ճանաչես ճշմարտությունը, ճանաչես Տիրոջը, ճանաչես Սուրբ Հոգուն, ձեր բոլոր մեղավոր վիճակներից դուրս եք գալու։ Որովհետև ինքը տալու է ձեզ զորություն հաղթելու մեղքին։ Բայց որ դուք չեք ճանաչում իրեն, դուք չգիտեք ինչ անեք։ Ձեր համար դուր կտուր մի հաշիվ է դառնում։ Երբ ուզում եք մեղք եք ուզում, երբ ուզում եք սուրբ եք, երբ ուզում եք այն բան այն։ Մենք հայկական մի հատ ֆիլմ ունենք, եթե չեմ սխալվում, գուցե սխալվում եմ, չեմ կարող ասել Սարոյի եղբայրները, եթե չեմ սխալվում, որ այդ հեղափոխական ժամանակահատվածի կինոներ, որ մեկը նստած երկու քարե արան, գլխարկներ ունի ջեբը, Զանգեզուրն է, դա ինձ հուշում եմ, որ Զանգեզուրն է։ Ասում են կողմ գնամ մերոնք են, այս կողմ գնամ մերոնք են, որ երբ ինչ պետք է լում է գլխարկը դնում է։ Գիտեք շատ քրիստոնյաներ այդպեսին են։ Հավաքվում են մեղավոր մարդկանց հետ, սա ուրիշ գլխարկ են դնում, իրանց հետ մեղավոր մարդիկ գողական, ռազմորկեք, չգիտեմ, օղի, ծխախոտ մնացած բաներ։ Գալիս են եկեղեցի այդ գլխարկանում դնում են գրպանը, մի հատ ուրիշ գլխարկ են դնում, հալելույա, մարդ չի տեսել չեն։ Հալելույա։ Այս լավ է երեք ինձ մարդ չտեսավ։ Գիտեք, եթե դուք ճանաչեք ճշմարտությունը, որը որ Հիսուսն է, ինքը ձեզ ազատ կանի։ Ինքը ձեզ ազատ կանի։ Ինքը ձեզ ազատ կանի։ Ամեն տեղ կունենաք մեկ գլխարկ, որի վրա գրված է Գոդեշտը Եհովա, այսինքն Եհովայի սեփականություն, Աստծո սեփականություն։ Վերջ։ Ես Աստծո սեփականություն եմ, վերջ։ Ուր գնում եմ ես Աստծո սեփականությունն եմ։ Գիտեք, երեք մենք մի հանգուցյալի հոգեհանգստի տարողության էի, եւ Սուրբ Հոգին իջել, ասում է դե խոսա։ Ասում Տեր ջան, ես տեղով եմ խոսամ։ Խոսամ։ Ասի լավ որ ասում ես խոսա կխոսամ։ Գիտեք ինչ հետաքրքիր, որ բոլորը լսում են ավետարանը, բոլորը լսում են Հիսուսին։ Եվ այսօր մարդիկ ասում են լսել, մարդիկ գիտե ով է այդ մարդը, ով էր որ եկավ տես խոսած գնաց։ Մենք ուզում ենք էլ իրան տենանք։ Գիտեք, Սուրբ Հոգին է դա։ Գիտեք այնքան կարևոր է սա ամենը, որ դու հասկանաս, ունազանդվես, ճանաչես իրան։ Պողոս ասաց, ով ես դու, ով ես դու, որսպիսի բաներ կարող ես անել։ Հավատացեք, եթե Աստծո Հոգին չլինի, մենք ոչ մի բան չենք կարող անել։ Իսկ քեզ մնում է մի բան, ճանաչես իրեն ու ամուր բռնվես իրանից։ Եթե դու տան ճանաչելով Տիրոջը, դու չես ուզենա նրա ներկայությունից դուրս գաս։ Չես ուզենա կորցնես քո եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը։ Պարզապես չես ուզենա։ Գիտես մենք գնացել ենք ավետարանչության
որ հետեկանք դա միակ օրն եղե, որ ես այդպես եմ վարվել։ Արագ դռները փակեցի, լույսերը անջատեցի, հեռախոսս անջատեցի, ասի կլես որ մարդ չգա։ Կլես որ մարդ չգա։ Այս 10 օր մենք այստեղ ենք ու 10 օր մենք վայելում ենք Սուրբ Հոգուն։ Ասի կլես որ մարդ չգա։ Հեռախոսել այն ինքնաթիռի ռեժիմը միացել որ ոչ մեկ դաժե ինձ ոչ մեկ չզանգի։ Եվ գիտեք, ես ասես մտնում եմ աղոթքի։ Ծառայողներից մեկ եկավ սենց արեց։ Հովիվ կլի ես էլ կամ քո հետ։ Ասի խնդրեմ, դալիճը մեծ է արի աղոթելու։ Գիտեք, մի քանի րոպե հետո դալիճը լցվել էր Սուրբ Հոգու ներկայությամբ։ Մեկը միաներ գետնի վրա, չգիտեմ ինչ են անում, մեկը միաներ գետնի վրա, չգիտեմ ինչ են անում։ Չգիտեմ ինչ են անում, ված բան չեն անում։ Ողքի վայելում են Աստծուն։ Գիտեք, երբ որ դու ճանաչում ես Սուրբ Հոգուն, դա մեկ էլ խաբերղան գիշեր վարդին ժամը 12-ն։ Գիտեք, երբ որ գալիս է ինքը դու ժամացույցին չես նայում էլ։ Չես էլ ուզում ժամացույցիդ նայես։ Որտեղ չես ուզում այդ ներկայությունը դու բաց թողես։ Որտեղ ուզում ես ավելի ճանաչես իրան։ Ինքը ավելի քեզ հետ խոսի։ Ինքը ավելի քո ներսը լցնեն իր քաղցրությունը, ուրախությունը։ Եվ ինչ եք մտածում, եթե այդ ամենը չլներ, Պողոսը կարողանար այդ ճանապարհը անցնել։ Եվ որ կարդակ իր թղթերում ասում է 40-ից մեկ պակաս անգամ ձախքով ձախկվեցի, 3 անգամ նավաբեկության ենթարկվեցի, մարդկանց հետ ասում է գազաների պես մարտնչեցի։ Շարունակում է իր այդ ամեն խնդիրները ասում է ու ով թուլանա, ես չեմ թուլանա։ Ով տկարանա, ես չեմ տկար, ով նահանջի, ես չեմ նահանջի։ Դա գիտեք ինչի է, որովհետև Պողոսը ճանաչում է Հիսուսին։ Գիտեք, իսկ այն մարդիկ, ովքեր որ չեն ճանաչում, իրենց հոգևոր կյանքը, ընթացքը եղանակի պես է։ Ամպեր եկավ ինքը չկա, արևն ելավ ինքը կա, անձրև եկավ, սո իր մոտ էլ անձրև։ Ձուն եկավ, ընդհանրապես էլ եկեղեցի չկա։ Սառել է, եղբայր ինչ սառել եմ։ Ինչից եկեղեցում սեր չկա։ Քույր ինչից է սառել։ Եկեղեցում ինչ չեն սիրում։ Ասում ես, իսկ դու որևիցե մեկին սիրում ես, ես ուզում եմ ինձ սիրեն։ Այն մեկն էլ ուզում որ իրան սիրեն։ Այն մեկն էլ ուզում որ իրան սիրեն։ Այն մեկն էլ ուզում որ իրան սիրեն։ Որովհետև վերջը գալիս ասում է քեզ, որ դու պետք է այս մեկին սիրես, այն նրան սիրի, այն նրան սիրի, այն նրան սիրի, վերջը գանորից քեզ սիրի։ Եկեղեցում սեր չկա, ես չեմ ուզում այդ եկեղեցին։ Ասում ես դու ճանաչես Աստծուն, դու սկսես սիրել։ Դու սկսես սիրել։ Իսկ որ դու կսիրես, գիտեք, երբեք անտարբեր չես լինի։ Դավիթ իր սաղմոսներում մի բան ասում. Տեր, ինչ ուզում ես արա, քո հոգին ինձանից չվերցնես։ Դուք հասկանում եք սա։ Ինչ ուզում ես արա։ Ուզում ես ինձ սպանի։ Ուզում ես ջարդի մաներ լցրակաստուր կեն, կեսը խորոված արա, կեսը խաշտամարա, բայց քո հոգին ինձանից չվերցնես։ Ինչի է Դավիթ այդպես ասում։ Ինչ էր ասում։ Ինչեր իր մնացած սաղմոսներում ասում ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը միտեղ ասում է բարի է, միտեղ ասում է քաղցր է։ Որտեւ ինքը գիտեր, ճանաչում էր Տիրոջը։ Որտեւ այն հոգին, որ իր վրա էր, այդ հոգին էր, որ իրան զորություն էր տալիս, առնություն 2 կես էր անում։ Այդ հոգին էր, որ իրան զորություն էր տալիս։ Արջին վեգալում երևի Սամբոյի նման, չգիտեմ, տպում էր գետնին։ Այդ հոգին էր, որ կանգնում էր գայլի աշկերի նայում էր, գայլը ասում էր լավ ապել, քո գործ չունեմ, ես գնացի լավ, սո։ Արեսի դու ես ու գառը։ Այդ գայլը Դավիթի մեջ չէր տենում Դավիթի աշկերը։ Այդ գայլը Դավիթի աշկերի մեջ տենում էր իր ստեղծողին։ Ու որ ինքը տենում էր իր ստեղծողին, ասում էր ես քո գործ չունեմ։ Եվ որ նայում ես հայլի մեջ ում ես տեսնում քո աչքերում։ Մեղավոր, տկար, գայթակղված, վիրավորված մեկին, թե նայում ես քո աչքերում, տենում ես Սուրբ Հոգին քո մեջ, ում ես տեսնում։ Ինձ ոչ ոք չի հասկանում։
Գնացինք առաջ։ Գնացինք Ովսեի գիրքը։ Քանի որ միշտ ժամանակի մեջ չունի, ես դրա համար ուզում եմ առաջ գնալ։ Ովսեի 6-րդ գլուխ 3-րդ խոսքը, նայեք ինչ ասում։ Տերը պիտի ճանաչեք եւ նրան ճանաչելու հետևից գնաք։ Նրա ելքը արշալույսի պես պատրաստված է։ Ովսե 6:3 ու նա մեզի պիտի գա անձրևի պես, երկիրը ոռոգող վերջի անձրևի պես։ Գիտես, երբ որ դու սկսում ես ճանաչել Տիրոջը, հավատացեք, հետևանքը գիտեք ինչ է լինում, քո կյանքը ոռոգվում է։ Ուղղակի մեկ ասի հովի, էլ դժվարություն չեմ ունենա, էլ խնդիրներ չեմ ունենա։ Հենց կմտնեմ տուն, բոլորը կինս երեխեքից բռնծրած կսկսեն ինձ երկեր պագել, չէ։ Կարող է մտնես տուն, երեխեդ դուրը չպսներեսի թողի գնա։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, քո կյանքը կարա ոռոգվի։ Քո կյանքը կարա ոռոգվի։ Տերը պիտի ճանաչեք, ու նա ու նրան ճանաչելու հետևից պետք է գնաք։ Ինչքանով ենք ուզում ենք Աստծուն ճանաչենք։ Պողոս ասաց, ով ես դու Տեր, ով ես դու։ Քանիսի դա անծանոթ համարից զանգ եկել։ Բոլորին եկել։ Յա։ Որ վերցնում ես ասում, ալո, բարև ձեզ։ Ասում ես, ով է։ Ասում է, վիվա սելիցա, ով է։ Ում եք ուզում։ Որ քեզ է զանգը, քեզ են ուզում, էլի։ Գիտեք ինչ է հետաքրքիր։ Դու իրան հարցնում ես ով ես, որ իմանաս, հետո ինչ անես, կամ ինքն է ներկայանում։ Ձեզ զանգել ենք այս ինչ ընկերությունից, ասում ես կներեք, ես այդքան ժամանակ չունեմ լսել դուք ինչ եք գովազդում ինձ։ Կամ լսում ես, ասում ես կմտածեմ, կամ լսում ես առաքեք։ Ու մեկ էլ մի հատ յաշիկ են առաքում, այդ որ շիվան չկա։ Զուտ ասում մի քիչ հումորի տեսքով եմ ասում։ Ես դու հետաքրքրում ես ով ես դու, ով ես դու։ Սելի եկեղեցուց մենք մտածեք, ինչքանով ես ճանաչում Հիսուսին, եւ ինչքանով ես ուզում ճանաչես, ինչքանով ես ուզում իր այդ ժամանակ անցկացնես։ Որտեւ նայեք նորից եմ ուզում կարդալ, նա մեզ պիտի գա անձրևի պես, երկիրը ոռոգող վերջին անձրևի պես։ Գիտեք, երբ որ մենք Որսկարակելոցի եւ աղոթքի սեմինարը մարաթոնը սկսեցինք երկու շաբթից, չորեքշաբթի օրը իր անձրևով ինքը եկավ։ Հետևի գալիս էր։ Ովքեր որ ներկա են, իրան գիտեն։ Այնպիսի ներկայություն էր եկել, որ գիտեք, ժամից ավել մենք աղոթքի մեջ էինք, ժամից ավել մենք երկրպագում էինք ու ոչ ոք չէր ասում, ուֆ, ես հոգնեց ուզում եմ տուն եթամ։ Գելի մա տաքսի կանչեք ես տուն եթամ։ Մարդիկ ոչ ոք չէին ուզում հետո էլ տուն գնային։ Ասում են այստեղ ես լավ, ականանք մնանք այստեղ։ Ինչ եք մտածում, շենքի պատերն էին իրաց պահում։ Աթոռներն էին իրաց պահում։ Հավատացեք, մարդիկ կան իրաց տները 5 անգամ ավելի լավ աթոռներ ունեն։ Իրանց առաստաղ, իրանց պատեր ավելի գեղեցիկ գուցե ռեմոնտներ են։ Բայց գիտեք իրենց ով են պահում այդ գետնի վրա։ Սուրբ Հոգին։ Իր ներկայությունը, որ եկել էր մարդիկ չէին այն պոլի վրա փոշիա, չէ փոշիա, ծնկի չեմ գա։ Մարդիկ վայելում էին։ Իրանց հետաքրքիր չի փոշիա թե ինչ է։ Կարող է մի բան կա, որ Տերը տեղ է։ Սուրբ Հոգին տեղ է։ Ճանաչեք։ Եվ որ դուք ճանաչում եք Սուրբ Հոգուն, ձեր կյանքում այնքան բան է սկսում փոխվել։ Գալիս ենք անձրևով։ Գալիս է իր անձրևով։ Բայց դու սկսում ես ոռոգվել, Տեր էլի եմ ուզում։ Ես ծարավ եմ, էլի եմ ուզում այդ ջուրը։ Դուք պատկերացնում եք ամառվա տապին, դու դաշտում գործ ես անում, գլխարկ չունես, մոռացել ես շիշը դնես շվակին, բլբլթում է ջուրը, ու մեկ էլ քո ընկերներից մեկը գալիս է, սառը համեղ,
Կարնի կամ ապարյանան ջուրը ձեռին, ոնց կվայելես։ Կոսես չէ, դի չեմ ուզում, են տակ ջուրն եմ ուզում խմեմ։ Մի քիչ էլ մեջ եք շաքար լցեք, մի քիչ էլ մատով խառնեք, թող դառնա թեյ կխմեմ։ Ոչ մեկը չեք խմում, այտենց համաձայն եք։ Այն համեղ սառնորակ ջուրն եք ուզում խմել։ Հավատացեք, երբ որ Սուրբ Ոգին գալիս է, քո ներսը այտենց հագեցնում է։ Իսկ ինչքանով ես ուզում իրեն ճանաչես։ Ով ես դու։ Ով ես դու, Տեր։ Ով ես դու, ուզում եմ քեզ ավելի ճանաչեմ, ուզում եմ ավելի մոտենամ քեզ, ուզում եմ քեզ գրկեմ, թույլ եմ տալիս Սուրբ Ոգին ինձ գրկի, նստացրա քո ծնկին, մենք իրար հետ շփվենք, խոսենք, պատմի ինձ երկնքից, պատմի ինձ հավիտենությունից։ Մարդիկ նայում գուցե ասում են, այստեղ են խելքը թրծրեց, արդեն ես ինչեր է խոսում։ Ավետարան, ուրիշ բան չեմ խոսում։ Այն ինչ որ գրված է, այստեղ եմ խոսում։ Կարդացեք Գործ Առաքելոցը, կարդացեք թղթերը, կարդացեք ամբողջ Աստվածաշունչը, բոլոր տեղերում կտեսնեք Սուրբ Հոգու զորավոր գործը։ Կարդացեք Ծննդոց առաջի գլխից կտեսնեք Սուրբ Հոգուն։ Անձև ու դատարկ երև հոգի շրջում էր։ Ես սկսվեց արարչագործությունը։ Ճարտարապետը գծում էր, հայրը պեչատը դնում էր, Սուրբ Հոգին կառուցում էր։ Ճարտարապետը գծում էր, Ադամին եկեք սենց սարքենք, այս կենթանու սենց սարքենք, ծովին սենց, այս սենց խորը տեղ դնենք իրան, ափերը սենց դնենք, ասենք, այ չէ, ելն ես տեից, այ հենց հելար, կճղայնանամ, կարդացեք իրականում Սուրբ գրքում տես գրած է, որ սահմանները դրեիվ իրենք սահմաններից չեն ասնում, այդ որ ասնում են հավերվածություն են բերում, որտև այդ ամեն ինքն արե, հոգին այդ ամենը անում էր, և այդ ամենակարող արարչագործության հոգին, ուզում ես որ քո այդ ընկերություն անի, ասում ես, ես ով եմ, որ ինքի մետ ընկերություն անի, հենց այդպես մարդկանց հետ ուզում ընկերություն անի, և որ իրանք ասում են, ես ով եմ, չեն ասում ես, 30 տարի առաջ, հոկտեմբերի 2-ին, ես հանդիպեցի Տիրոջը, այդ օրվանից միջև հիմա ես 30 տարվա հոգևոր եմ, ասում ես մի հատ բան հարցնեմ ասա էլի, այդ 30 տարիների մեջ Տերը քանի անգամ ակո հետ խոսել, 30 տարի առաջ հոկտեմբերի 2-ին Տերը իմ հետ խոսեց, հա դրանից հետո բա 30 տարի առաջ հոկտեմբեր, բա լավ այդ 30 տարի առաջ, ասում ես լավ ներողությունը չեմ խոսա քո հետ, հասկանում ես որ մարդը ինքնասիրարված մարդ է, բայց գիտեք, որ հաշտես կասեմ 3 իրիգունը, ասեց խոսա, ասի ես տեղ ով եմ, ասեց խոսա, ասի լավ որ ասում ես կսկսեմ, ինչ կսկսեմ խոսալ, կան են մարդիկ էլ են գորային ասեն ձենդ կդրեք ստից գնացեք դուք ով եք, մի բան ասեմ մարդու չասեք, մեկ ես մորուքս լիքը տեղեր դուրա բացում, մտածում են ես քահանա եմ, սա թեմայից դուրս ջերմուկ առողջարանում էինք, սկսեցինք մարդկանց հետ խոսել, կնոց հետ գնացել ենք առողջարան մի 10 օրով, սկսեցինք մարդկանց հետ խոսել, և ինչը դարձավ պատճառը մի բուժքրոջ սեղանին գիրք էր դրած, ես կարդում եք այդ գիրքը, հատը չէր մի հատ հիվանդը նվեր տվի, ասի գիտեք դեղ ու սկսեց խոսել կյանքի խոսքեր կան, այնտեղ կյանքը բժշկող բաներ կան, և որ մենք խոսում ենք զգում ենք ոնց է Տիրոջ ներկայությունը գալիս, մենք էլ խոսում ենք ասենք կուզեք ձեր համար աղոթել, հա ասեց, այդ եղավ պատճառ ու ես ընկա գրակը, իր համար աղոթեցինք, մենք գնում ենք նա ուրիշ բուժքրոջ մոտ ուրիշ պրոցեդուր ասում իմ համար էլ կաղոթեք, իմ համար էլ կաղոթեք, իմ համար էլ կաղոթեք, հետո գիտեք ինչ եղավ, հետո մենք միջանցքով ասում ենք ինձ ասում խաբար ես ինչ են անում, ասում ես հիվանդները խաչակերպում են, են մեկն էլ մոտեցել ասում որ դուք հոգևորական էիք, մի քիչ սենց շատ ազատամիտ կին է, որ դուք հոգևորական էիք, ես նենց եմ համաչում, որ ձեր ներկայությամբ դες խոսում եք, ասի դուք իմ ներկայությամբ խոսում եք, դուք իմացել եք միշտ Աստծո ներկայությամբ եք դες խոսում, Աստծուց վախեցեք։ Գիտեք բոլորը մոտենում էին,
Վերջորը բոլոր բուժանձնակազմը դրսում այն մեկը կազմակերպում է կքակ մեր բոլորի համար աղոթեք։ Ասին միջև դուք ես աղոթքը չանեք, ոչ մեկի համար չեմ աղոթելու։ Ասին համաձայն ենք, կանենք։ Ասին ինձ հետ միասեք, որ ինձ հետ միասին ասեք, որ Հիսուսը ձեր կյանքի տերն ու փրկիչն է ուզում դառնա։ Բոլոր բուժանձնական, բոլորը մարաղոթեցի, վերջացա, բոլորը գնացին, իսել գնացին։ Դեք ինչն է հետաքրքիր, որ դու երբեք չգիտես Սուրբ Հոգին որտեղ քեզ ոնց կօգտագործի։ Կարևորը մի բան կա, թույլ տա Սուրբ Հոգուն։ Թույլ տա Սուրբ Հոգուն։ Եվ որ ինքը քեզ մի բան ասում, կապ չունի ինչ կլինի, սկսի անել։ Սկսի անել, որտեղ Սուրբ Հոգին գիտի որտեղ ինչ կա, որտեղ ոնց կա։ Եվ դրա հետևանքով ընտանիքներ կան, այս վերջերս էլի զանգել էին մեզ։ Գիտեք, երբ որ դու Սուրբ Հոգով շարժվում ես, ճանաչում ես իրեն, դու գիտես ինչ ես անում։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Վերջի տերն եմ ուզում կարդալ։ Եփեսացիս 4-րդ գլուխ 4:13 Բայց մինչև 13-ը մի փոքր վերևից կարդամ, որտեղ խոսում է պաշտոնների, առաքյալների, մարգարեների գործունեության մասին։ Եվ ասում ինքը մի քանիսին տվեց առաքյալներ, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովներ, վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատքի Աստծո որդու ճանաչելու միաբանությանը կատարյալ մարդ լինելու Քրիստոսի ամբողջ հասակի չափը ունենալու։ Դուք հասկանում եք, ճանաչողությունը քեզ տանում է կատարելության, քեզ տանում է Քրիստոսի նմանվելու, քեզ տանում է Քրիստոսի հասակը ունենալու։ Աստծուն ճանաչելը քեզ չի տանում նկարի առաջ 3 ժամ աղոթելու, ասես դե հիմա կարաս, ասես հետո ինչ ալնելու։ Նկարը նայում է քեզ, ասում է դու խաբար չես, որ ես չեմ կարող խոսամ։ Դու նայում ես նկարին, ասում է դու խաբար չես, որ իմ աչքերը քեզ չեն տենում։ Դու նայում ես նկարին, նկարը քեզ ասում է խաբար չես, որ ես ականջներ ունեմ, բայց ոչ մի բան չեմ լսում։ Ոչ քեզ տենում եմ, ոչ քեզ լսում եմ, ոչ էլ կարամ քեզ բան ասեմ։ Ասում ես, բայց մտածում ես, որ դու Աստված ես։ Նկարն ասում է սխալվել ես։ Ինձ մարդիկ են ստեղծել, բայց Աստծուն ոչ մեկ չի ստեղծել։ Ամեն։ Աստծուն ոչ մեկ չի ստեղծել։ Չի կարող ստեղծվածը լինի Աստված։ Որտեղ ինքը ստեղծվել է ինչ-որ բանի կողմից, մեկի կողմից, արարչի կողմից, ոնց որ մենք ենք ստեղծվել։ Գիտեք, սա այնքան կարևոր է սիրելի եկեղեցի։ Գիտես, ինչքան շատ ես ճանաչում Տիրոջը, այնքան ձգտում ես կատարելության։ Ինչքան շատ ես ճանաչում Տիրոջը, այնքան ուզում ես ավելի ձուլվել իրեն։ Ինչքան շատ ես ճանաչում Սուրբ Հոգուն, երբեք չես ուզում իրանից հեռանաս։ Ինչքան շատ ես մոտենում Տիրոջ, այնքան շատ ես հեռանում մեղքից։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսի մեջ են կամ ինչ-որ ճանապարհ են անցել ու բռնել են մեղավոր ճանապարհը, իրենք կորցրել են ներկայությունը։ Կորցրել են Սուրբ Հոգու ներկայությունը։ Որտեղ դու երբ որ կորցնում ես ներկայությունը, մեղքը քո համար հասանելի է դառնում։ Որտեղ Հովհաննեսը մի բան ասում իր թղթերում, Աստծուց ծնվածները մեղք չեն գործում։ Դուք ասես, «Բա Հովիվ ջան, մենք մեղավոր մարդ ենք, կարելի մենք մարմնի մեջ ենք»։ Ես 500 հատ պատճառ ես բերում քեզ արդարացնելու համար։ Բայց հստակ ասում է, Աստծուց ծնվածները մեղք չեն գործում։ Երբ որ մենք լցված ենք Սուրբ Հոգով։ Մի մեծ սուտ էլ կա մեր երկրի մեջ, որ տարածվում է։ Ասում է, սրտին բան չկա, լեզվին մի նայեք։ Սիրտը մաքուր է, լեզուն է տես խոսում։ Գիտեք մի բան ասեմ, ավետարանը Սուրբ Գիրքը ինձ սովորեցնում է, մարդու բերանից դուրս եկածը
դուրս է գալիս սրտի ավելցուկից։ Եթե քո սրտում այդ բանը չկա, քո բյանից դուրս չի գա։ Իմ ձախ ձեռքից բութը ջարդված է։ Ես մասնագիտության մեքենայի վարպետ եմ, 1 օր գործ անելուց, մուրճով հարվածելուց, կպաբուրիչ դետալու ու շրախկոցը սելավ։ Ովքեր որ կոտրված կեն, իրենք գիտեն դա ինչ ցավ է։ Ես այսպես sense նռում եմ այդ ցավից, այդտեղ մի ուջանից մարդ կար, բերել իր մեքենան սարքել, մեկ էսենց արեց, մի հատ քրվակ հանգստանաս։ Գիտեք, երբ որ դու այդ ցավի մեջ նռում ես, ու մեկ էս ավեն հայտնում է, մի հատ քրվակ հանգստանաս։ Շրջվեցի իրան ասի, ականջիդ հետևը կտեսնես, բայց այս շուրթերից, գիտեք, իմ բութը ստեղ ջարդված է։ Ես շատ անգամ ծանր բան չեմ կարողանում բթով սեղմել, որտեղ չի ձգում։ Ասի ականջիդ հետևը կտեսնես, բայց այս շուրթերից հայոյանք չես լսի, որտեղ Տերը այս սիրտը մաքրել է վաղուց հայոյանքից, եւ այստեղից հայոյանք չի կարա դուրս գա։ Գիտեք, մի խաբվեք սելի եկեղեցի, որ բան չկա, լեզվին է, սիրտը մաքուր է, ոչ, եթե սիրտը մաքուր է, լեզուն խոսի են ինչ, որ իր սրտում կա, չի խոսի բաներ, որ իր սրտում չկա, ասելու է, այն ինչ, որ ասելու է, առավել ես դու մեկի ոտի միացես տալիս ես, այդ վաղ ուղիղ եթերա գնում, սրտից բերան, չի գնում ուղեղ նոր գալիս, ուղիղ եթերա գնում, հասկանում ես իր սրտի մեջ ինչ կա։ Խնդրում եմ, ճանաչեք Տիրոջը։ Թույլ տվեք Սուրբ Հոգին ավելի դառնա ձեր ընկերը, ավելի մտերմացեք իր հետ։ Գիտեք, ես խնդրեմ քեզ, բացառակ գործ կառաքելոց ու սկսի կարդալ ու տես Սուրբ Հոգուն։ Ինչեր է անում Սուրբ Հոգին գործ կառաքելոցին։ Այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, ձեզ էլ կառաջարկեմ, բացեք գործ կառաքելոց ու տեսեք Սուրբ Հոգու գործը։ Ու նայեք ձեր կյանքին ինչքանով է դա համապատասխանում ձեր հետ։ Ինչքանով համապատասխանում ձեր հետ։ Չէ որ ավետարանացում Հիսուսը չի փոխվել, նույնն է, Սուրբ Հոգին նույնն է, Տերը նույնն է։ Իր պարգևները նույնն են, զորությունը նույնն է։ Կապ չունի որ ժամանակն է փոխվել։ Այդ Սուրբ Հոգին նույնն է։ Երբ որ ինքը գալիս է, քեզ գրկում է։ Դու գիտես դու ոչ մի բան չի, ոչ մի բանի մասին չես մտածում։ Շատերը գիտեն այդ օր ինչ դժվար օր եմ ունեցել ես։ Սարսափելի օր եմ ունեցել շորեքշաբթի օրը, առավոտյան։ Բայց ես քեզ եմ ուզում։ Եվ Տիրոջ հոգին եկավ։ Տիրոջ հոգին եկավ։ Եվ գիտեք ես գետնի վրայից չէի կարողանում վեր գնալ։ Վերեմ կացա ոնց որ ես հասկացա, այդ օր ես ավելի հասկացա աշակերտների հետ կարպացել։ Որտեվ ուղիղ գծով ես չէի կարող քայլել։ Այնպեսի ներկայություն կար, այնպեսի զորություն կար։ Սուրբ Հոգին ասեց աղոթի ծառայողների համար։ Եվ որ այս ծառայողների համար իհարկե ես մի փոքր անազանդություն մնաց, ասիլ ամրացած չեն եղանա իրենց համար էլ աղոթեմ։ Դրա համար ես հանդիմանություն ստացա։ Բայց ես սկսեցի աղոթել ծառայողներ, որ ծառայողի համար աղոթում եք, դերը զորավոր ձևի գրկում էր իրան։ Գիտեք, այնքան կարևոր է սա, այնքան կարևոր է։ Հիմա կասես, բա մենք, ես չգիտեմ դու։ Աստված ուզում է, որ դու հասկանաս ծառայող լինելու գինը։ Ծառայող լինելու գինը, ոչ թե ինքնակոչի գինը, այլ ծառայող լինելու գինը։ Որտեղ ինքնակոչը ծառայող լինելը սարսափելի տարբեր մարդիկ են։ Կխնդրեմ քեզ, ծել եկեղեցի, փորձեք ճանաչել Տիրոջը։ Ով ես դու։ Ով ես դու Տեր։ Ով ես դու Տեր։ Ով ես դու Տեր։ Ես ուզում եմ քեզ ավելի ճանաչեմ։ Ես ուզում եմ քեզ ավելի մոտենամ։ Ես ուզում եմ քո բոլոր ասածները անեմ։ Ասած շատ լավ Պողոս, Ծողոս, քեզ կասվի ինչ անես։ Ու հանկարծ դու գնում ես տուն, ու Սուրբ Հոգին գալիս ասում է, կգնաս Վարդուշից տուն, սուրճ խմելու Վարդուշի հետ։ Վարդուշն էլ ասում է,
Ես սուրճ չեմ խմում Տեր։ Բոլորը գիտեն, որ ես սուրճ չեմ խմում։ Բայց եթե դու ուզում ես, որ այդ մարդը գա մեր տուն, դու իրան ասա, որ գա մեր տուն սուրճ խմելու։ Ինքն էլ գալիս է Վարդուշենց տուն, ասում է Վարդուշ քույրիկ, Տեր ինձ ասեց, որ գամ ձեր տուն սուրճ խմելու։ Վարդուշը գրկում է իրան ու սկսում են իրանք երկուսով լացել։ Ասում Վարդուշ քույրիկ, քեզ ինչ եղավ։ Ասում է, որտեղ Տերը գիտեր, որ ես սուրճ չեմ խմում։ Ասեցի, եթե ինքը գա մեր տուն ասի սուրճ եմ ուզում իրար հետ խմենք, ես կհասկանամ, որ դա Տերն էր։ Հասկանում եք Աստված քո մտքից ավել բաներ է անում։ Սա այնքան կարևոր է։ Սա այնքան կարևոր է սիրելի եկեղեցի։ Ճանաչել իրան։ Ճանաչել Տիրոջը։ Ուզենալ իր հետ ժամանակ ունենալ։ Դե հով ջան, ես աղոթում եմ։ Հա, դե ասում եմ գնում եմ գործի, ես հավաքարար եմ, հա, վերջում կեշացնենք բան կասեմ։ Ես հավաքարար եմ։ Գնում եմ ալվում եմ ու աղոթում եմ։ Քերա լաբա շինդարա լաբա սինդարա քերա։ Մեկը տնօրենս գալիս է կանգնում են գնում ոնց եմ ալվում։ Գիտեք Աստված այդ չի ուզում։ Աստված գիտես ինչ է ուզում։ Մտքի ներքին սենյակը որ ինքը գա քո հետ շփվի։ Ավելը ձեռը չի կարա քո հետ շփվի։ Որ եկավ ինչ ես ավելը գցելու ես։ Շարունակել ես ալվել։ Բայց որ քո ներսի սենյակում ես, եւ որ ինքը գա կասես արի Տեր։ Ես ուզում եմ իրականում քո հետ հաղորդակցեմ։ Դավիթ ասում էր քո հոգին ինձանից չվերցնես։ Չէր ասում քո պարգևները, ասում է քո հոգին։ Գիտեք հոգին Սավուղի ներողություն Սամսոնի վրայից գնաց դարձավ էշի այդ ջրաղացի քարը պտտող։ Ավել բան չէ լսում։ Տեսել եք ոնց են երգանք անում։ Երգանքը ֆրցնելուց կարող եք մի փոքր բարձր նվագել։ Հա? Նվագեք։ Երբ որ երգանքը ֆրցնում են, նվագեք։ Ասա ձեն չի գալ երգանքից։ Երգանքը ֆրցնում ես երաժշտության ձեն է գալ, հա? Օ, Տերես ինչ լավ ձայն է գալիս։ Ուզում եմ քեզ տեսնել, հա? Շնորհակալություն, իշքալա կամոցացնեք։ Երգանքը ֆրցնում ես ավել բան չկա։ Ու դուք պատկերացնում եք այն մարդը, ում վրա հոգին կար։ Կարողանում էր մի հատ էշի ծնոթի ոսկորով հազարավորներին կոտորեր։ Հիմա խեղճացած, կույր, մենակ այդ ձենն է լսում, ավել բան չէ։ Եվ որ հոգին գնում է, մենք մենակ այդ ձենն ենք լսելու, աշխարհի այդ խռռոցը, որ գիտես ինչ անում, քո հոգեկան աշխարհը սկսում է խախտել, բայց երբ որ հոգին քո վրա է, դու ձենը չես լսում, երբ որ հոգին քո վրա է, դու իր ձենն ես լսում, երբ որ հոգին քո վրա է, դու գիտես, վերկաց ուս գնես բան արա, վերկաց գնա այդ ներքինին մոտեցի, գնամ, ինգեր ինչ ես անում, գիք եմ կարդում, որ կարդում ես գոնե հասկանում ես, ամեկը վտիլի որ բացատրի, ասում այդ մեկը ես եմ կարամ բացատրեմ, ասում դավայ, նստում ես իրա S-կլասի Mercedes-ը, ու սկսում ես բացատրել իրեն, հասնում եք աշտարակի կամուրջ, ասում ես գետ կա, կարամ մկրտվեմ, ասում ով կարա քեզ արգելի, իշտում եք, բոլորը բասեյներ են, գետ չկա, գալիս հասնում եք ջաղացի մոտ, տեսնում եք մեկը խրխրարել աղում է, մկրտում եք իրան, մեկ էլ ես մարդը ջրից ելնում է, տենում եք դու չկաս, Սուրբ Հոգի ավիալայնը եկավ, քեզ վերցրեց ու բերեց Արագածավան։ Ու դու մեկ էլ տեսնում ես Արագածավանում ես։ Ես ոնց հայտնվեց իստեղ։ Սուրբ Հոգին բերեց։ Գիտեք, ու ես նայում եմ Աստվածաշնչում ոչ մեկ էլ այդ ավիաուղիներով չօգտվեց։ Բացի Ֆիլիպոսից։ Սա այնքան կարևոր է, որ մենք բաց լինենք Սուրբ Հոգու համար, ճանաչելու իրան։
ու ապրելու իր հետ։ Այդ դեպքում դու սահման չունես, չափ չունես։ Սուրբ Հոգին, գիտեք ինչ արեց։ Ասաց հրեշտակ, երկպարանք փոխվիր, գնում ենք իրար հետ։ Ասաց ուր։ Այդպես չի գրված, ես ուղղակի մի քիչ հումորով եմ ասում։ Ուր։ Բանտ են գնում։ Կլի բան չգնանք, ասաց գնում ենք բանտ։ Մեկ իր համար խրացնում էր։ Կրկնակի շղթաներով, 16 հոգիից ավել, մի 20-30 պահակ ոնց որ ռեցեպտից բռնացել էին։ Ընդամենը ձգնորսեր, որ դարձել են ավետարանիչ։ Պահակները կանգնած, բոլորը զարթում։ Ինքը իր համար քնած էր։ Ասաց հել, այդ տղա քնելու վաղտը չի։ Ասաց ինչ անեմ, առավոտ սպանելու են ինձ, հա։ Ասաց հել, հենց հելա շղթաներ են գան։ Ասաց ահո, այս կավա տեսիք եմ տենում, ասաց գոտիդ կապի։ Ասաց շոր է թակի։ Հողաթափերը թակի գնում ենք։ Ուր են գնում, այսքան մարդ կա ստեղ։ Ծնգի առաջ հա Պետրոս։ Հավես այդ ճունեմ։ Իրանք անցան այս պահակների մոտով։ Դուք պատկերացնում եք, պահակի մոտով անցնում ես, պահակը նայում է քեզ, բայց ինքը քեզ չի տենում։ Յա, այս ինչ չեն տենում։ Կարող ես պրիվիդիա եմ դարձել, չէ։ Սուրբ Հոգին փակել է բոլորի աշկերը։ Այդտեղով անցավ։ Եկավ են մյուսի մոտ։ Լավ, այսքան տեղ եկանք, բայց դուռը ոնց է բացվելու։ Խամ ես գիտեմ ես երկաթի դռան վրա քանի հատ զամոք այնց ներս բերելու տեսա, քանի հատ փական փակեցին։ Ասում է ինքն իրան բացվեց։ Ու հենց Պետրոսը հայտնվեց դրսում, շրջվեց կողնայից մարդ չկար։ Ասես փաստորեն ես պավեկարի, հա։ Փախուր что ушերից։ Ասաց ինչ անեմ, ինչ չանեմ, այդքան վերնատուն։ Եկա վերնատուն դուռը խփում է։ Մեկ եկան, ով է, Պետրոսն եմ, մենք իսի հաստատ է Պետրոսը չէ, հրեշտակն է։ Այ բալամ, ես եմ։ Այն բանիկի հարցածին ու ասում եմ, ես Փարսադարի տղա Մուրադն եմ, հա։ Ես եմ Պետրոսն եմ, Սիմոնը, չեք հիշում ին։ Այս հրեշտակ կլինի։ Գնաց ասում եմ, լսեք, մեկ եկել ասում ես Պետրոսն եմ։ Կարող է խափում եմ ես։ Սա մի քիչ հումորով եմ ասում քեզ։ Ես Սուրբ Հոգին հանեց բերեց։ Հավատացեք Սուրբ Հոգին ամեն բան կարան, երբ որ մենք ճանաչենք իրեն։ Ուզենամ ոտքի կանգնես։